13.8 միլիարդ դրամ կհատկացվի ընդհանուր 58 կիլոմետր միջպետական, հանրապետական, մարզային նշանակության ճանապարհների և 2 կամրջի հիմնանորոգման համար, 2.3 միլիարդ դրամ էլ կուղղվի միջին նորոգմանը։ Վարչապետը ներկայացրել է ճանապարհաշինական ծրագրերի ընթացքը անդրադառնալով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհին, որի մեծ մասն ասֆալտապատված է։ Գումարը կուղղվի ճանապարհի 15.1 կիլոմետրի հիմնանորոգմանը։ Ճանապարհի մեծ մասը ավարտված է, այսինքն ասֆալտարված է, մարդիկ հիմա էլ երթևեկում են, այնտեղ մի կտոր կա, որտեղ սողանքային ջրերի եւ այլն հետ կապված խնդիր ա եղել, այդ հատվածը այդպես մի քիչ բարդություններով է եւ նախորդ էլի մայիսին էր կարծեմ, նաեւ շինարարին հրավիրեցինք, գետնի վրա աշխատանքները սկսել են եւ նախատեսում ենք ավարտել այս տարի։ Մայիսին Տավուշ այցից հետո վարչապետն այս ճանապարհով էր Երևան վերադարձել ծանոթացել ճանապարհահատվածում առաջացած խնդիրներին։ Երկրի ղեկավարին հավաստիացրել էին դրանք արագ կլուծվեն։ Կհիմնանորոգվի նաև Բջջնիի ամրոց տանող ճանապարհը։ Սրանով այս փուլում կամբողջացվեն Բջջնիի զբոսաշրջային կլաստերում կապիտալ ներդրումները, նշել է վարչապետը։ Իսկապես այնտեղ տեսնելու, զգալու, ապրելու բան կա Բջջնիում, որը մեր պատմության շատ կարևոր կետերից է։ Եվ իհարկե Բջջնի մասին էլ եւ Բջջնի ամրոցի մասին էլ եւ իրադարձությունների մասին էլ շատ բան կարելի է կարդալ եւ սա հույս ունեմ, որ այնտեղ, որը իհարկե զբոսաշրջային հոսքերը հույս ունեմ եւ համոզված եմ նաեւ Բջջնիում տնտեսական նոր ակտիվություն կբերի։ Այս տարի կավարտվի նաև Նավուրից Չինչինով Վարագավան տանող 10 կիլոմետր ճանապարհի հիմնանորոգումը։ Նշվել է, որ ընթացիկ տարում ասֆալտապատվել է 48 կիլոմետր ճանապարհ։ Կառավարության որոշմամբ Կրթության, Գիտության, Մշակույթի, Սպորտի նախարարությանը կամրացվի աշտարակի Օրգով բնակավայրում գտնվող 4 հեկտար հողամասը, որի շուկայական կադաստրային մոտարկված արժեքը մոտ 31.7 միլիոն դրամ է։ Սա համայնքային շահերի պաշտպանության գործառույթով դատախազության ներկայացրած հայցի բավարարման արդյունք է, նշել է գլխավոր դատախազը։ Դիլիջանի Շահումյան փողոցի 34 հասցեի 891.1 քառակուսի մետր մակերեսով մանկապարտեզի մասնաշենքը եւս վերադարձվել է համայնքին։ Մանկապարտեզի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 85 միլիոն 935 հազար դրամ է։ Վերականգնված միջոցների միասնական հաշվին 2024-ի դեկտեմբերի 5-ից առ այսօր մուտք է եղել 44 միլիոն 177 հազար դոլարին համարժեք 16 միլիարդ 953 միլիոն 382 հազար դրամ։ Անդրադառնալով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտին դատախազը նշել է 152 հայցադիմումով ընդհանուր հայցագինը գերազանցում է մոտ 600 միլիարդ դրամը։ 2018-ից 24 թվականներին ընթացիկ եւ ավարտված քրեական վարույթներով, դատարաններում ավարտված քրգործերով, պետական եւ համայնքային շահերի պաշտպանության հայցերով ու հաշտություններով, զինդատախազության կիրառած դատախազական ներգործության միջոցով 2023-ից նաեւ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործիքակազմով վերադարձվել է մոտ 210 միլիարդ 79 միլիոն դրամի կամ 536 միլիոն 216 հազար դոլարի գույք եւ դրամական միջոց։ Հայաստանում գույքահարկի գծով 500 ամենախոշոր հարկատուները 2024-ին վճարել են 3 միլիարդ 324 միլիոն դրամ 2021-ի 1 միլիարդ 662 միլիոն դրամի դիմաց։ Այդ ցուցանիշը համաձայն կանխատեսումների 2025-ին կկազմի 4 միլիարդ 985 միլիոն դրամ, հայտնում են կադաստրի կոմիտեից։ Անշարժ գույքի հարկման համակարգում կատարված բարեփոխումների շրջանակում 2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել անշարժ գույքի, բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի, շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանող նոր օրենքը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կատարվել է միասնական տարածագնահատման նոր գոտևորում։ Արդյունքում անշարժ գույքի հարկով հարկման նպատակով հաշվարկվող կադաստրային արժեքները մոտարկվել են շուկայական արժեքներին։ 2019 եւ 25 թվականների անշարժ գույքի հարկի նշված տարբերությունը պայմանավորված է անշարժ գույքի հարկման համակարգում իրականացված վերանշված բարեփոխումներով, հայտնում են կոմիտեից։ Արարատի մարզի այն թափի, Ռանչպարի եւ Տափերականի բնակիչներն առաջնային բուժզննում կանցնեն վերանորոգված ու կահավորված ամբուլատորիաներում։ ՄԱԿ-ի զարգացման ծրագրով ընտրվել են հենց այդ բնակավայրերը, քանի որ 2023-ին ընդունել են մեծ թվով փախստականներ Լեռնային Ղարաբաղից։ Կենտրոնները վերակառուցվել են ժամանակակից ստանդարտներին համապատասխան, ներառական են անվտանգ ու էներգախնայող։ Արվել է կոսմետիկական վերանորոգում, նոր կահույք է տրամադրվել, սարքավորումների տրամադրումը ընթացքում է, ինչպես նաև տրամադրվել է արևային պանելներ, ջրատարկածություններ, ծառայություններ ավելի ծախսերը նվազեցնելու եւ ավելի դյուրին հասցնելու համար։
3 ամբուլատորիան միասին կսպասարկի շուրջ 15000 քաղաքացու, որոնցից մոտ 700-ը փախստական է, իսկ շուրջ 900-ն ունի հաշմանդամություն։ Ամբուլատորիաները բարեկարգվել են Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող աջակցություն Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների եւ Հայաստանի հյուրընկալող համայնքների ենթակառուցվածքների վերականգնման եւ սոցիալական ինտեգրման միջոցով ծրագրով, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ գործակցությամբ։ Այս ամբուլատորիաների վերանորոգմամբ մենք ապահովում ենք առողջապահական ծառայություններ նաեւ բռնի տեղահանվածների համար։ Սրանք փոքր, բայց նշանակալի քայլեր են, որպեսզի նրանք իրենց ավելի անվտանգ ու պաշտպանված զգան։ Ռուսաստանի վարչապետ Միխայել Միշուստինն ԱՊՀ անդամ երկրներին հրավիրել է միանալ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարանցման միասնական համակարգի համաձայնագրին Armenpress-ի փոխանցմամբ այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։ Կարևոր ենք համարում նաև ԱՊՀ-ի եւ Եվրասիական տնտեսական միության համագործակցության հետագա ընդլայնումը, հաշվի առնելով մեր երկրների միջև սերտ կապերը, անհրաժեշտ է աշխատել համագործակցության եւ միության նորմատիվ իրավական կարգավորման մերձեցման ուղղությամբ, ընդգծել է նա, ելույթ ունենալով ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստում։ Միավորման արտաքին տնտեսական կապերի ամրապնդման համար ընդունվել է մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագիրը։ Այն բաց է բոլոր երկրների համար եւ թույլ է տալիս միանալ Եվրասիական տնտեսական միության տարածքով փոխադրումներին, կրճատել բիզնեսի ծախսերը եւ բարձրացնել բոլոր անդրսահմանային փոխադրումների համար շատ կարեւոր անվտանգության մակարդակը, ասել է Ռուսաստանի վարչապետը։ Միշուստինը հիշեցրել է, որ Ռուսաստանի Դաշնությունը հնգյակի իր գործընկերների հետ միասին ստեղծում է պայմաններ ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ ուժի ազատ տեղաշարժի համար, ինչը լրացուցիչ առավելություններ է տալիս միության անդամ երկրների քաղաքացիներին եւ բիզնեսին։ ԵԱՏՄ-ում մենք լուրջ նշանակություն ենք տալիս հենց արդյունաբերական կոոպերացմանը, մեր պետությունների ընկերությունների համատեղ նախագծերին տրամադրում ենք ֆինանսական աջակցություն միութենական բյուջեից, առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման տեսքով, նման հաստատված նախաձեռնությունների իրականացման համար, նշել է Միշուստինը։ Լոնդոնի բորսայում Brent ապրանքանիշի օգոստոսի մատակարարումների ֆյուչերսների գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ նվազել է 0.1%-ով, կազմելով բարելի դիմաց $60.85։ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի նավթի հուլիսի մատակարարումների ֆյուչերսային գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ իջել է 0.2%-ով, կազմելով բարելի դիմաց $60.72։ Ոսկու միջազգային գինը նվազել է 0.1%-ով եւ մեկ ունցիայի դիմաց կազմել $3397։ Բիթքոյնի արժեքը վերջին մեկ օրվա դրությամբ բարձրացել է 1%-ով եւ կազմել մեկ հատի համար $105660։ Հայաստանի կենտրոնական բանկը տեղեկացրել է, որ հունիսի 5-ի տվյալով ամերիկյան դոլարն արժեցել է 383 դրամ 40 լումա, եվրոպական արժույթի գինը կազմել է 438 դրամ 7 լումա, ռուսական ռուբլու արժեքը սահմանվել է 4 դրամ 85 լումա։